Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, ինչպես միշտ նույն ժամին Դարփինյանի ժամն է սկսում իր աշխատանքը, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդաշարն է սա, Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում երկրորդ խոսափողի մոտ։ Բաժանորդագրվեք թե լրատվական ռադիոյի, թե գործարար ալիքի օգտահաշիվներին, նաեւ իհարկե բաժանորդագրվեք Արմեն Դարփինյանի օգտահաշիվներին սոցիալական հարթակներում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, բարև ձեզ, սիրելի ընկերներ։ Ուրախ եմ նորից հայտնվել եթերում։ Շաբաթն անցել է, իրադարձություններ կարծես թե կան, բայց իրավիճակի փոփոխությունը ինձ թվում է չկա։ Դուք ինչ եք առանձնացրել մեր ռադիոլսողների համար։ Դավիթ ջան, սկսեմ երևի գրոտեսկային սարկազմով առ այն, որ մենք շաբաթ օրը կիրակի գիշեր հանգիստ մեզ համար քնած էինք խաղաղության արդեն հաստատված խաղաղության ներքո, իսկ Եվրոպան մի մեծ քայլ կատարեց ընդառաջ մեզ, նրանք ժամերը առաջ տվեցին։ Եվ հիմա մեր տարբերությունը Եվրոպայի հետ արդեն կազմում է 2 ժամ, այլ ոչ թե 3։ Սա ես ասում եմ սարկազմով, որովհետև բազմիցս անգամ անդրադարձել եմ այս հարցին եւ հատկապես մեր կառավարիչներին հորդորել եմ, մեկ անգամ եւս հիմա եմ անում։ Դեպի Եվրոպա խոսելը երևի շատ ավելի դժվար է, քան մի կոնկրետ որոշման կայացումը անցնել նորից ամառային, ձմեռային ժամերի, որովհետև Եվրոպայի հետ 3 ժամյա տարբերությունը նշանակում է, որ մենք Եվրոպա չենք ու չենք ձգտում։ Ընդհանրապես մի որոշման խնդիր է, ես պիտի հիշեցնեմ, որ ժամանակին մենք կայացրել ենք նման որոշում, հետո Ռուսաստանի հետ զուգընթաց ուղղակի այդ որոշումը չեղարկեցինք։ Այսինքն հիմա մենք ժամերը չենք փոխում եւ կա մի հսկա ժամանակահատված 6 ամսվա, երբ մենք հետ ենք մնում, այսինքն առաջ ենք Եվրոպայից 3 ժամով եւ դա բազմաթիվ խնդիրներ եւ դժվարություններ է ստեղծում թե եվրոպացիների համար, թե հայերի համար, որոնք առնչություն ունեն Եվրոպայի հետ։ Այդ չեմ ասում, որ Մեծ Բրիտանիայի հետ 4 ժամվա տարբերություն է ընդհանրապես, դա մայրցամաքային տարբերություններ ենք տալիս, հասկանում ես, իսկ մի հասարակ որոշման խնդիր է սա, որ չգիտես ինչու կառավարիչները վախենում են, չեն անում կամ խելքները չի հասնում, կոպիտ ասած։ Հորդորում եմ մեկ անգամ եւս։ Դες մինչև ընտրություններ մնացել է, չգիտեմ, մի ամիս, հա, փոխեք այս կարգը եւ անցեք նորից ամառվա եւ ձմեռվա ժամանակների, որ կարողանանք գոնե Եվրոպայի հետ որոշ չափով համընթաց քայլել։ Շատ կարևոր եմ համարում սա եւ ընդհանուր գիտես ընկալման տեսանկյունից Եվրոպացուն երբ հրավիրում ես Հայաստան եւ նա տեսնում է այդ 3 ժամյա տարբերությունը, արդեն տեսնում է, որ նա գտնվում է այլ տարածքում, սա Եվրոպա չի, հա, եթե դուք պարզ է, որ Եվրոպա չենք, հա, բայց եթե մենք անպագորգոր հայտարարություններ ենք անում, որ եւ օրենք ենք ընդունում, որ մենք Եվրոպա ենք գնում, դե գոնե ժամը փոխեք, համապատասխանեցրեք։ Բայց Եվրոպան բացի դրանից եւս մեկ քայլ կատարեց դեպի մեզ, կարևոր քայլեր իմ կարծիքով, ընդհանուր առմամբ վարկային եւ գրանտային ռեսուրսները, որոնք ուղղված են տրանսկովկասյան էներգահամակարգին, Հայաստանի միացման եւ դրանով իսկ Հայաստան, Վրաստան, Սևծովի ուրեմն հատակ եւ Ռումինիա, Բուլղարիա եւ Եվրոպա դեպի էներգահամակարգին մեր միանալու համար ընդհանուր առմամբ մոտ 320 միլիոն եվրո գումար է հատկացված եվրոպացիների կողմից տարբեր կանալներով, այսպես ասած, դա եւ Եվրոպական ինվեստիցիոն բանկն է եւ գերմանական կառավարության KfW-ն է, գերմանական կառավարության երաշխիքով այդ 320 միլիոնից մոտ 120-ը Գերմանիայի կառավարության երաշխիքով տրամադրված գումար է մեզ, այսինքն դրա երաշխավորը Գերմանիայի կառավարությունը շատ կարևոր բան է իմ կարծիքով, ինչու որպեսզի մենք միանանք Վրաստանի հետ միասին Վրաստանի միջոցով եվրոպական էներգետիկ համակարգի։ Դա իհարկե անուղղակի կերպով նաև մեզ միացնում է ադրբեջանական համակարգին, որովհետև Ադրբեջան-Վրաստան նույնպես այդ գիծը գործում է։ Եվ սա իհարկե նորից բավական լուրջ քայլ է եվրոպացիների կողմից, այսինքն հարյուրավոր միլիոններ են դրվում այն նպատակի համար, որպեսզի մենք կարողանանք միանանք Եվրոպային։ Իհարկե սա
չի ներառում Հայաստան-Թուրքիա էներգահամակարգը, էներգամիացումները, որոնք որ նորից մենք դրա մասին խոսել ենք 220 կիլովոլտ մենք ունենք գծեր, որոնք որ կարող են միանալ Թուրքիայի հետ, ցավոք սրտի չի միանում եւ երևի թե չի միանա այնքան ժամանակ, երբ մենք չկարողանանք արդեն արտահանենք եւ ստիպված լինենք Թուրքիայից էներգիա ներմուծել։ Սա եւս խոսում է կառավարիչների ոչ հեռատես գործողությունների մասին, ցավոք սրտի, բայց պիտի գնահատենք Եվրոպայի այս երկու քայլը, մեկը մեզանից անկախ եւ իրենցից անկախ իրենք մոտեցան մեկ ժամով, երկրորդը նոր վարկային համաձայնագիրը, վարկային եւ գրանտային համաձայնագիրը, որ կնքվեց, հսկայական գումարներ են հատկացվելու, էլի հիմա սա էլի հյուսիս-հարավի օրը չընկնի եւ նորից չփոշյանը, այս գումարը հսկայական գումար է, կարևորագույն գումար է, էներգահամակարգերի միացման գումարն է, սա մեզ դեպի Եվրոպա տանող ճանապարհներից մեկն է, արդեն կոմունիկացիոն տեսանկյունից պարտավոր ենք շատ աչալուրջ կերպով օգտագործել այս գումարները եւ հնարավորությունը։ Եվս մի բան տեղի ունեցավ բավական դրական, իմ կարծիքով գոյություն ունի Lion Finance Group ընկերությունը, որը միավորում է Bank of Georgia-ն, Վրաստանի լավագույն խոշորագույն բանկը եւ մեր Ամերիա բանկը։ Այս երկու բանկերի մայր կառույցը կոչվում է Lion Finance Group, որը հաշվարկված է Լոնդոնի բորսայում, ֆոնդային բորսայում եւ այդ Lion Finance Group-ը, որի մեջ մտնում է հայկական Ամերիա բանկը, մտավ Լոնդոնի ֆոնդային բորսայի top 100 ընկերությունների ցանկում, սա բավական լուրջ նվաճում է, նորից Հայաստան, Վրաստան, Եվրոպա, տես սա կարևոր է, Հայաստան, Վրաստան, Եվրոպա, մենք էներգահամակարգերի մասին ենք խոսում, դա եւս նույն ճանապարհն է, բայց այստեղ մենք տեսնում ենք մեկ անգամ երևի առաջին անգամ, միգուցե եզակի անգամ արդեն բիզնես աշխարհում առանձնանում է Հայաստան-Վրաստան համագործակցությունը որպես եվրոպական ոլորտի հարթակի մեջ գտնվող համագործակցող երկու երկրներ եւ տվյալ դեպքում ֆինանսական համակարգերի երկու կարևոր ներկայացուցիչներ։ Ճիշտ է, պիտի ասեմ, որ մեզ մոտ սա երևի եզակի դեպք է, որովհետև սովորաբար մեզանից մեր համակարգը լքում են եվրոպական խոշորագույն միջազգային կառույցները, այնպիսիք ինչպիսիք օրինակ նույն HSBC բանկն է։ HSBC-ն դուրս եկավ, փաստորեն Ամերիա բանկը անուղղակիորեն մտավ։ Պիտի ողջունենք, շնորհավորենք Ամերիա բանկին իհարկե այդ նվաճման համար, նորից կարևորելով հայ-վրացական համագործակցությունը տվյալ դեպքում միասնական ֆինանսական կառույց է դա ըստ էության։ Ուրախ եմ ես Ամերիայի տղաների համար, որովհետև ժամանակին այդ Ամերիա գրուպը ստեղծվել է այդ նաև իմ այսպես բարոյական եւ մասնագիտական օժանդակությամբ եւ տղաներից ոմանք մինչեւ այժմ մնացել են այդ համակարգում եւ հաջողությամբ կառավարում են համակարգը։ Բայց նորից կրկնեմ, որ սա եզակի դեպք է, երբ մեր տնտեսական եւ ֆինանսական համակարգի ներկայացուցիչը հանդիսանում է, ասենք, խոշորագույն բորսաներից մեկի top 100-ի մասնակից, բայց մենք ունեցել ենք HSBC-ին, որից զրկվել ենք, որը լքել է մեր դաշտը, լքել է, որովհետեւ իրենք դիսկոմֆորտ է ունեցել, հասկանում ես, մենք ունեցել ենք Orange Telecom-ը, որը լքել է մեր դաշտը, մենք ունեցել ենք Veon Telecom-ը, որը լքել է մեր դաշտը, դրա փոխարեն տեղական օլիգարխներն են կամ նորաթուխ օլիգարխներն են այդ հարթակը զբաղեցրել եւ անցյալ շաբաթ կարծեմ մի դեպք էլ տեղի ունեցավ ֆինանսական մեր համակարգը 5 թվեց բանկային եւ ֆինանսական հաստատություններ մոտ $300 միլիոն ընդհանուր արժողությամբ վարկ տրամադրեցին այս նոր Firebird ընկերությանը, որը պիտի տվյալների կենտրոն կառուցի NVIDIA-ի այսպես ասած ամերիկյան դեպս փոխնախագահ Վենսը ամերիկյան Հայաստանում հայտարարեց, որ այդտեղ 500 միլիոն հետո գումարած 1 միլիարդ ինվեստիցիոն ռեսուրսներ են գալու,
բայց դեռևս մենք տեսնում ենք, որ այդ ռեսուրսները ներգրավում են հայաստանյան բանկային համակարգի միջոցով։ Բայց իրանք են չէ դրսից վերցնում։ Ես այդ լուրը կարդացի, ես էլ եմ կարդացել, բայց ամեն դեպքում բանկերն էլ չէ, այսինքն իրենք ինչ որ դրսից կապիտալ են ներգրավում, նոր։ Չէ, Դավիթ ջան, այստեղ բանկերի մոտ բանը հետեւյալն է, բանկերը մեր ահռելի շահույթներ ունեցան եւ ֆինանսական միջոցները իրենց ֆինանսական դիրքերը ահավոր կերպով բարելավեցին դրական։ Կարան սեփական միջոցներով էլ տան։ Իհարկե, դրական իմաստով նրանք բարելավեցին ինչի հաշվին։ Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի կողմից կիրառված Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիոն համակարգի հաշվին։ Այսինքն Ռուսաստանի նկատմամբ ջախջախիչ սանկցիաներ են կիրառվել այդ թվում ֆինանսական եւ ֆինանսական հոսքերի զգալի մասը 22, 23, 24 թվականներին արդեն սկսեց հոսել Հայաստանի միջոցով։ Հայաստանի բանկերը պիտի ասեմ նաև բավական բարձր, կարելի ասել նաև անմարդկային տոկոսներ սահմանեցին այդ հոսքերի վրա եւ անմարդկային գումարներ ես ուրախանում եմ բանկային համակարգի համար վաստակեցին, բայց ստացվում է ինչպես, այսինքն Միացյալ Նահանգները երևի թե ներկայացրեցին այս ամենքը, ասին տղաներ, ուրեմն մեր հաշվին դուք հարստացել եք, հիմա բարի եղեք ֆինանսավորել, հասկանում ես։ Նախագծերը։ Հիմա ֆինանսավորել են, հիմա տեսնենք, հուսով ենք, որ այդ նախագիծը այնուամենայնիվ հաջողությամբ կպսակվի եւ մենք այսինքն դա օտարերկրյա ներդրում չի, մեր հումանիտարների համար բացատրեք։ Այո, դա դեռևս օտարերկրյա վարկային միջոցները օտարերկրյա ներդրում չի։ Այո, ներդրում չի օտարերկրյա, դա Հայաստանում կուտակված վարկային ռեսուրսների երևի թե էֆեկտիվ տեղաբաշխում է, որովհետև այդ ծրագիրը այնուամենայնիվ ծրագիրը լավն է, գեղեցիկ է, բայց մենք կուզեինք իհարկե, որպեսզի մենք իհարկե ներգրավենք նաև այլ ռեսուրսներ։ Նորից եմ կրկնում, իմ կարծիքով դա ուղղակի ներգրավված է այն բանի հաշվին, որ մենք մեզ ուղղակի ասվել է, որ այդ պատժամիջոցների հաշվին դուք գումար եք վաստակել, բարի եղեք հիմա ֆինանսավորել։ Ուրեմն շարունակելով Եվրոպայի թեման, պիտի ասեմ Դավիթ, որ Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, ներառյալ նաև Եվրոհամայնքը, Եվրոհանձնաժողովի անունից մերժեցին Թրամփի բոլոր առաջարկները մասնակցելու այս իրանական ուրեմն գործընթացին, այդ հատուկ գործողությանը կամ պատերազմին, իհարկե պատերազմին, մերժեցին, ըստ որու շատ կտրուկ կերպով մերժեցին։ Բացի եվրոպացիներից իհարկե Կանադան կտրուկ մերժեց, Ավստրալիան մերժեց, Ճապոնիան է մերժել, հասկանում ես, այսինքն երկրներ, որոնք օրինակ նույն Ճապոնիան կամ Հարավային Կորեան օգտվել են իրենք այդ Հորմուզի այդ նեղուցը։ Իմիջիալոց Թրամփը հավեսի է ընկել իմ կարծիքով եւ այդ Հորմուզի նեղուցը արդեն կոչեց Թրամփի նեղուց, այսինքն այս մեր Թրամփի ճանապարհը օրինակ վերցնելով հիմա ասեց, ցույց տվեց որ դա լեզվի սայթակում է, բայց իմ կարծիքով սայթակում չէր, նա ուզում է որ այդ Հորմուզի նեղուցը կոչվի իր անունով նույնպես, բայց անգամ այդ նեղուցի բացման համար որևէ արևմտյան երկիր որևէ կերպ չաջակցեց Թրամփին։ Ուղղակիորեն ասվեց, որ գիտես ինչ կա, պարոն Թրամփ, դու այս պատերազմը սկսել ես մեզ հետ չխորհրդակցելով, որևէ կերպ մենք դրա մասին տեղյակ չենք եղել, մտել ես այս խաղի մեջ, հիմա փորձում ես մեզ ներքաշել, մենք պատրաստ չենք ներքաշվելու, բայց սա շատ հզոր ազդակ է առ այն, որ ՆԱՏՕ-ի համակարգը որպես պաշտպանական եւ որպես նաեւ ռազմական համակարգ կարծես թե փլուզվում է, մոտ է փլուզման, գոնե Թրամփի հայտարարությունները հետագա գործընթացների մասին արդեն խոսում են այն մասին, որ շատ հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն փլուզվի, բայց ես պիտի այստեղ նորից մեկ անգամ եւս արձանագրեմ, որ Եվրոպան բավական բացառիկ այստեղ հակազդեցություն ցուցաբերեց Թրամփի նկատմամբ եւ նրա ոչ մի առաջարկը չընդունվեց։ Դրան պիտի գումարեմ, որ Միացյալ Նահանգներում բազմաթիվ նահանգներում ակցիաներ եղան, բավական մարդաշատ ակցիաներ, որոնք ուրեմն հետևյալ խորագրով են No King, այսինքն մենք թագավորի կարիք չունենք, մենք դեմոկրատիա ենք, պարոն Թրամփ, դու քեզ ուրեմն հավաքի, խելքդ գլուխդ հավաքի եւ մենք թագավոր թույլ չենք տալու մեր համակարգում։ Սա արդեն խոսում է Թրամփից բավական լուրջ դժգոհությունների մասին, եւ ներքին եւ արտաքին։
Դրա հետ մեկտեղ որ հետևենք Թրամփի գնահատականներին եւ նրա մեկնաբանություններին պատերազմի գործողությունների վերաբերյալ աստիճանաբար նա սկսում է նմանվել մեր Արծրուն Հովհաննիսյանին, որովհետև նրա բոլոր հայտարարությունները մենք հաղթում ենք, մենք շատ լավ է գնում գործերը, ավելի առաջ ենք գնում, քան ծրագրերն են, ամեն ինչ հաղթում ենք, ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա, ջախջախել ենք ռազմածովային ուժերը, ջախջախել ենք ռազմաօդային ուժերը եւ այլն, այսինքն ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է, բայց նրանք հարվածել են, ասենք, Թեհրանում գտնվող տեխնոլոգիաների եւ գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանին, հասկանում ես, համալսարաններին ինչի եք խփում։ Այսինքն դրան հակառակ որպես պատասխան Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս բոլոր համալսարանները, որոնք ռեգիոնում են գտնվում, ամերիկյան համալսարանները, իսկ դրանք բոլոր երկրներում կան, թե այդ թվում եւ Հայաստանում, Էմիրատներում, թե Քաթարում, թե բոլոր երկրներում, այդ Գալֆի երկրներում եւ իհարկե մեզ մոտ, եւ դա բերեց նրան, որ ամերիկյան համալսարանը Երևանյան, մեր հայաստանյան համալսարանը հայտարարեց, որ անցնում են առցանց ուսումնական process-ի, որովհետև իսկապես ռեալ գնահատեցին վտանգը, հա, որտեղ Իրանը ասաց միջև կարծեմ ուլտիմատում էր տվել թե այսօր թե վաղվա միջև ժամը 12-ը, որ եթե ներողություն չխնդրեք, մենք կհամարենք մեզ համար որպես թիրախներ ամերիկյան համալսարանները։ Համալսարանին ինչու եք խփում, հա, որովհետև սա իսկապես բարբարոսություն է, էլի, այսինքն հաղթում ենք, բայց ինչպես եք հաղթում եք, որ համալսարաններին խփեք։ Սա իմ համար անընդունելի է, որպես մի մարդու, որը համալսարանի ստեղծման մեջ, ասենք, ես համալսարան եմ ստեղծել, ես գիտեմ դրա արժեքը, ես գիտեմ դա եւ մի քանի անգամ սրա մասին ասել եմ, ազատ համալսարանը, անկախ համալսարանը երկրի անկախության կարևորագույն կետերից մեկն է, կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Երկիր, որը որ չունի անկախ համալսարան, չի կարող ուղղակի համարվել adekvat ազատ երկիր, չի կարող համարվել։ Այդ իմաստով Հայաստանը չի կարող համարվել ազատ երկիր, քանի դեռ մենք չունենք ազատ համալսարաններ, քանի դեռ մեր համալսարանները կառավարող խորհուրդները ղեկավարում են չինովնիկները, այս նախարարը, այն նախարարը, քաղաքապետը եւ այլն։ Նրանք պիտի դուրս գան համալսարանական կառավարումից։ Մենք չունենք ազատ երկիր, որովհետև չունենք ազատ համալսարան։ Հիմա ցավոք սրտի Թրամփի գործողությունները մեզ էլ ավելի մեծ մտահոգությունների տեղի են տալիս, որովհետև տես մի քանի դրվագ ասեմ, էլի, այդ խաղաղության ստեղծեց նա խորհուրդը, որը որ Գազայի հատվածի իսրայելյան, արաբա-իսրայելյան հակամարտության հետ կապված կարգավորող կարծես թե խորհուրդեր ինչ որ չափով նաև ոգևորվել էին, մերոնք էլ էին ոգևորվել, Փաշինյանը մասնակցեց, Ալիևը մասնակցեց, Տոկաևը մասնակցեց, Ղազախստանի նախագահ, տարբեր այլ նախագահներ, բայց արևմտյան երկրներից գրեթե մարդ չմասնակցեց։ Հիմա արդեն այս իրանյան պատերազմի համատեքստում ուղղակի զրոյանում է այդ խաղաղության խորհուրդ կոչվածը, այսինքն դա իմաստն է կորում եւ քանի որ իմաստը կորում է կամ կորել է արդեն Ռուսաստանը օրինակ հրաժարվեց դրան մասնակցելու, որտեղ ասաց պատերազմը կապ ունեք խաղաղության հետ, ամբողջը խառնվեց իրար, հիմա մենք ռուսներն էլ շատ կապ ունեն, էլի։ Ահա, բայց այսինքն ինչն է նաեւ ցուցիչներից մեկը, որ այս նախագիծը կարծես թե ձախողվում է, այն է, որ Թրամփը մեծ ոգևորությամբ հրավիրեց Լուկաշենկոին այդ խորհրդին մասնակցել, ասաց ես սպասում եմ անպայման որ հաջորդ խորհրդին մասնակցես։ Այսինքն մնացել է Լուկաշենկոյի հույսին, հասկանում ես, սա նշանակում է, որ իսկապես սա կարծես թե ձախողվում է այս մի նախաձեռնությունը եւս։ Մենք խոսել ենք Թրամփի ուղու մասին, որը որ հարցականի տակ է այժմ, բնականաբար հարցականի տակ է, քանի որ Իրանում գնում է պատերազմ, իսկ Թրամփը ամեն օր զեկուցում է, որ ամեն ինչ լավ է, հաղթում ենք, հաղթանակի ենք գնում, այսօր ընդհանրապես զեկուցեց, որ պարզվում է, ամբողջ աշխարհի համար հայտարարում է, ասում մենք արդեն փոխել ենք այնտեղ իշխանությունները, փոխել ենք համակարգը, արդեն ասում փոխել ենք, առաջի շարքի ղեկավարներին ոչնչացրեցինք, երկրորդ շարքի ոչնչացրեցինք, հիմա երրորդ շարքն է կամաց ոչնչացնում ենք, բայց ոնց որ խելքի են գալիս բան, սա անընդունելի հայտարարություններ են ինձ համար, որովհետև գոյություն ունի պետություն ունի սահմանադրություն, սահմանադրական կարգ, այդ սահմանադրական կարգով
նրանք իրենց իշխանություններ են իսլամական պետություն են, իշխանություններ են իրենց համար ընտրում եւ ապրում են այդ իշխանությունների կառավարման ներքո։ Անընդհատ բոլորին սպանել։ Հիմա Թրամփի ախորժակը այս իմաստով բացվել է եւ որպես հաջորդ զոհ ինքը դիտարկում է Կուբային։ Դրա մասին եւս հայտարարեց, ասաց հաջորդը Կուբան է։ Կուբային եւս ասաց դա ձախողված պետություն է, դրան պետք է վերցնել կառավարման եւ ուրեմն որպեսզի նրանք խելքի գան։ Հիմա այդ իմաստով գիտես, տենց ասենք ուտելով գալիս է։ Հիմա Փաշինյանը համարում է, որ մենք էլ ենք ձախողված պետություն, էլի։ Հիմա կարող է ասի, եթե մենք դիտարկենք մեզ որպես ձախողված պետություն, ուզում ասեմ, մենք վտանգի տակ ենք, չի կարելի այդպես ամեն ինչ այսպես ջնջել, բնաջնջել եւ համարել, որ ձախողված է, ամեն ինչն է ձախողված եւ այլն։ Մի օր մենք կդառնանք Թրամփի ախորժակի զոհը այս իմաստով։ Հիմա պիտի ասեմ, որ այս իրավիճակում խիստ կարևորվել է կարծես թե Չինաստանի դերը։ Խելոքս ու գիտես, Չինաստանի գործելակերպն էլ ես կհամեմատեի մեր կաթողիկոսի գործելաոճին, հա, խելոքս ու ամեն ինչ այսինքն հանգիստ, հանդարտ, ոչ մի ռեակցիա չի տալիս, բայց օգտվում է իրավիճակից, հասկանում ես, Չինաստանը հիմա գետի ասացվածքն է, չէ, չինական, որ եթե երկար նստի, ինքը երկար նստածա գետի մոտ սպասում է, երբ դիակն անցնելու հակառակորդի։ Այս կաթողիկոսի բանն էլ լրակյաց ինքը իր գործը անում է։ Հիմա Չինաստանը նախ ինչ է ասել, չինական նավերը, չինական նավթը այդ Հորմուզի միջանցքով սիրուն անցնում է, որևէ սահմանափակում չունեն չինացիները եւ Իրանը ոչ մի սահմանափակում չի ստեղծում նրանց համար, այսինքն նրանք օգտվում են ամեն ինչով, գեղեցիկ կերպով եւ կարծես թե առաջին շահառուն այս ամեն ինչի իրենք են։ Երկրորդ շահառուն կարծես թե ռուսներն են, որովհետեւ նավթի գներն արդեն հասան մոտ 110-եր, 112-եր այսօր նայեցի։ Վաղուց տենց թիվ չի եղել։ Ու անընդհատ ավելանում է, որովհետև հիմա եթե այդ սահմանափակումները կան այդ Հորմուզի միջանցքում, այնուամենայնիվ 20% աշխարհի նավթի տեղով էր գնում գալիս, բացի դրանից նաև գազի, այդ հեղուկ գազի ծավալներն էին այդտեղով գնում, հատկապես Կատարից դեպի եւ ասիական երկրներ եւ դեպի եվրոպական երկրներ, մասնավորապես Շվեյցարիան օրինակ օգտվում է Կատարի հեղուկ գազից, հիմա փորձում են անցնել, բայց շահում է նաեւ Ամերիկան, որովհետեւ Միացյալ Նահանգները դարձել են հիմա նավթի եւ հեղուկ գազի կարևորագույն արտահանողներից մեկը։ Հիմա ասենք իրենք պատերազմում են, բայց իրենք նաև այդտեղ շահում են, չնայած նավթի գները եւ բենզինի գները Միացյալ Նահանգներում եւս բարձրացել են եւ դա խնդիր է ստեղծել Թրամփի համար։ Հիմա մենք Թրամփին շատ ենք համեմատել եւ շատ իմաստներով նրա վարքագիծը անբռնազբոս վարքագիծը նմանացրել ենք նաև մեր Փաշինյանի վարքագծին, որը որ նույնպես շարունակվում է, բայց պիտի ասեմ, որ Թրամփի շրջապատում եւ նրա թիմում առնվազն կա մեկ հոգի, դա փոխնախագահ Վենսն է, որը փորձում է նախ իրեն զերծ պահել այս հակամարտությունից եւ ագրեսիվ կեցվածքից, ագրեսիվ դրսևորումներից, անթակույց կերպով 1-2 հայտարարություն արել, որ ինքը դեմ է պատերազմի ընդհանրապես։ Եվ Իսրայելին դեմ է, ես ոնց հասկանում եմ, տեղել է ինքը դիրքավորվում։ Համենայն դեպս թիմի անդամ է, որը համարձակություն ունի, գաղափար ունի հանդես գալու այլ դիրքերից եւ այլընտրանքային մոտեցումներից, այսինքն այլակարծությունը, որը որ դեմոկրատական հասարակարգում երևի կարևորագույն հատկանիշներից մեկն է եւ կարևորագույն արժեքներից մեկն է, այլակարծություն, բազմակարծություն, հասկանում ես, այդ երբ որ ասում են այլակարծություն, նշանակում է կա հիմնականը եւ կա միակ այլը, բայց բազմակարծությունը, սա կարևորագույն էլեմենտ է ցանկացած դեմոկրատական հասարակության մեջ։ Այս իմաստով պիտի ասեմ, որ Վենսի դիրքը ինձ դուր է գալիս, բայց վերադառնալով մեզ եւ մեր ներկա իրավիճակին, պիտի ասեմ, որ Փաշինյանի շրջապատում չկա որևէ մեկը, որը այլ կարծիք գոնե հրապարակային ներկայացնի, նրանք ուղղակի բոլորը կրկնում են Փաշինյանի ետևից այն թեզերը, այն պոստուլատները, որոնք հնչում են։
վարչապետի կողմից, իսկ սա շատ վտանգավոր է իմ կարծիքով, որովհետև սա կբերի ուղղակի միապետական դրսևորումների, որը որ բացարձակ հակառակ է դեմոկրատական, որ մենք դրան մոտենում ենք։ Չէ, դե հիմա կմոտենանք այն դեպքում, եթե պատկերացրու, եթե խնդիր է դրված կառավարող կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնություն վերցնել, իսկ մենք հիմա տեսնում ենք, որ կառավարական կուսակցության մեջ թիմի մեջ չկա մեկը, որ կարողանա հանդուգն լինի այնքանով, որ այլ կարծիք արտահայտի կամ գոնե չասեմ հակառակ, ասեմ այլ, ասենք կարևոր չի, դա անպայման չի, որ դա լինի հակառակ լինի, ուղղակի ուրիշ կարծիք հայտնի կամ ասենք ինչ-որ դիսկուսիա լինի այդտեղ, ասենք հայտարարված թեզերի շուրջ։ Հիմա ես կանդրադառնամ այդ թեզերին, բայց իմ կարծիքով հիմա կառավարիչները այդ կառավարող կուսակցությունը մարգինալացվում է, այսպես ասած, որտեղ նրանք կարծես առանձնանում են, մնացած բոլորը այլակարծիք են, իրենք մարգինալացվում են, իսկ դա իմ կարծիքով վտանգ է։ Վտանգ է հենց իրենց համար, որովհետև դա հաջողության չի բերի, ոչ իրենց որպես քաղաքական թիմի, ոչ էլ երկրին բնականաբար։ Բայց անդրադառնամ նորից մի քանի թեզերի, որոնք հնչեցին արդեն նախորդ շաբաթվա ընթացքում, շարունակելով մեր վերլուծությունը Փաշինյանական թեզերի, նորից կան թեզեր, որոնց հետ կարելի է համաձայնվել, թեզեր, որոնք ճիշտ են ըստ իս, եւ թեզեր, որոնք վտանգավոր են եւ խիստ վտանգավոր են, որոնց հետ կարելի է ոչ միայն վիճարկել, այլ նրանց պետք է ուղղակի բացառել մեր առօրյայից եւ քաղաքական դիսկուրսից։ Փաշինյանը հայտարարեց, որ մենք բազմաթիվ տարիների ընթացքում նախկին կառավարիչների ղեկավարների կողմից չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք ընդհանրապես պատերազմի հետաձգման երևույթներ, պատերազմի հետաձգման նպատակ։ Ես համաձայն եմ այս թեզի հետ։ Ես կարծում եմ, որ այո, քանի որ լուծում չի տրվել, որևէ լուծում չի տրվել, որևէ մեկը մեր կառավարիչներից, ղեկավարներից, նախկին նախագահներից չի վերցրել իր վրա պատասխանատվությունը վերջնական լուծում տալու Ղարաբաղյան խնդրին, իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կարծում եմ այդ պատասխանատվությունը ունեին հենց որպես Ղարաբաղյան գործիչներ, նրանք պիտի վերցնեին իրենց վրա այդ պատասխանատվությունը, ինչ որ լուծում տալու եւ հանգրվանի բերելու։ Ձեր թույլտվությամբ մի փոքր վիճեմ։ Իհարկե չի եղել խաղաղություն, բայց եթե հիշում եք, պատերազմից հետո վարչապետ Փաշինյանը մի հոդված գրեց, որտեղ ինքը բացատրում էր պատերազմի անխուսափելիությունը ստեղծված իրավիճակում։ Դրա մասին ասել էր նաև Սերժ Սարգսյանը։ Այո, բայց հարցը հետեւյալում է, մեր իմ դժգոհությունը վարչապետից նրանում չի, որ պատերազմ սկսել է։ Նրանում է, որ մենք այդ պատերազմը պարտվել ենք։ Այսինքն իմ հարցերը նախորդ Հայաստանի Հանրապետության ղեկավարներին նրանում չի, որ իրանք այդ պատերազմը չեն ավարտել, նրանում է, որ իրանք այդ պատերազմին բավարար չափով չեն պատրաստվել։ Եվ մենք ունեցել ենք այն, ինչ մենք ունեցել ենք 20 թվականին։ Այսինքն խոսել նրա մասին, որ դե եթե Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ասում են մեր ժամանակ խաղաղություն չի եղել հայերի եւ թուրքերի մեջ, խաղաղություն շատ վաղուց չի եղել ու կարծում եմ դեռ երկար չի լինելու։ Դավիթ ջան, լրիվ համաձայն եմ քո ասացի հետ, քո թեզերի հետ, բայց եւ ըստ էության քաղաքականությունը, որը վարվել է մինչ այժմ, վարվել է, այո, եթե գիտակցվել է պատերազմի անխուսափելիությունը, զբաղվեիք այդ դրանով։ Եթե գիտակցվել է անխուսափելիությունը, իսկ դրա մասին Սերժ Սարգսյանը ինքը հայտարարեց, ուրեմն կամ պիտի զբաղվեիք դրանով, որպեսզի հնարավոր պատերազմի պարագայում չպարտվեինք, կամ էլ պիտի ուրեմն լուծում տայիք հարցին, այլ ոչ թե հետաձգեիք այդ պատերազմի հնարավոր սկիզբը, հա, բայց փաստորեն հետաձգվել է եւ բարդվել է Փաշինյանի վրա, ըստ էության։ Պարոն Դարփինյան, շատ վատ մեկնաբանություններ են գրելու մեր հաղորդման տակ, որտեղ այդպես շատ չարչրկված թեմա է հայ հասարակության կողմից, որ Սերժը պատերազմը գցել է Նիկոլի ջեբը։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզերից է, որ ես կապ չունի, ես ոչինչ էլ չէի կարող անել, իրավիճակն էր այդպիսի։ Չէ, այդտեղ մենք համաձայն չենք, որ Փաշինյանը ոչինչ չէր կարող անել։ Խնդրում եմ ասեք, որ համաձայն չեք, որ այդ կոմենտները ավելի համաձայն չենք։ Չէ, հիմա նախ սկսենք նրանից, որ նախկին իշխանությունները չեն գնացել լուծման, որովհետև ունեցել են լեգիտիմության խիստ պակաս։
Փաշինյանը ուներ լեգիտիմության ամբողջական պատկեր եւ ամբողջական լեգիտիմություն, որը բավարար պատասխանատվության պարագայում պիտի բերեր նրա կողմից քայլերի կատարման եւ հարցի լուծման։ Ինքը չօգտագործեց լեգիտիմության այդ հսկայական պաշարը եւ դա իր մեղքն է, մեղավորությունն է բնականաբար եւ ինչ ասեմ, ասել որ պատերազմը անխուսափելի էր արդեն Փաշինյանի օրոք, ես չեմ կարող դա պնդել։ Ինքը միշտ էր անխուսափելի։ Նա կարող էր լուծման գնալ, որովհետև ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նա ուներ չափազանց բարձր լեգիտիմություն, նա չգնաց այդ քայլին։ Ուրեմն նորից հետ եմ գալիս այն թեզը, որ նախկինում ընդհանրապես պատերազմը հետաձգվել է, ես ռացիոնալ բան եմ տեսնում եւ համաձայն եմ դրա հետ։ Հաջորդը, որ մենք պիտի փակենք մեր պանդխտության պատկերացումը եւ պանդխտության էջը, որպես այդպեսին, որպես բնավորության մի գիծ։ Այո, համաձայն եմ ես դրան։ Այո, պիտի փակենք այդ էջը եւ պիտի մենք մեր ամբողջ էներգետիկ ռեսուրսը, մարդկային էներգիան պիտի նվիրենք այս երկրի շենացմանը։ Երկիրը խայտարակ անտեր վիճակում է գտնվում, Դավիթ, յուրաքանչյուր տեղ, յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր վայր այցելելիս դու տեսնում ես, որ կարծես թե Տերը բացակայում է։ Իսկ Տերը պիտի լինի այնտեղ ապրող մարդը, հասկանում ես։ Իսկ այդ մարդը Տեր կլինի այն ժամանակ, երբ ինքը կզգա, որ պետություն ունի գլխին։ Ուրեմն չի զգում, հասկանում ես, եւ ուրեմն այդ ձախողված պետության թեզը ցավոք սրտի կարծես թե արդարանում է։ Այսինքն այո, մենք պիտի պանդխտության վիճակից դուրս գանք եւ պիտի սևեռվենք այս երկրի մեր տարածքի շենացման վրա, որպես կարևորագույն խնդիր եւ իհարկե նաեւ ռազմական տեսանկյունից լինենք անխոցելի, որը որ այսօր ցավոք սրտի փաստ չէ։ Հաջորդը, որը կարելի է ընդունել, Փաշինյանը ասաց, որ ինքը չի գնալու պատմական արդարության վերականգնման ճանապարհով։ Երևի թե պատմական արդարության վերականգնման ճանապարհով չի գնալու, այսինքն չի գնալու պատերազմելու թուրքերի հետ օրինակ։ Հա, հիմա այսինքն երևի չի գնալու պատերազմելու, երևի գիտակցում է իր եւ իր պետության իր կողմից կառավարվող բանակի ուժերը գիտակցում է եւ դրա համար հայտարարում է, որ չի գնալու պատմական արդարության վերականգնման ճանապարհով։ Բայց դա չի նշանակում, որ պատմական արդարության մասին չպիտի խոսել եւ պատմական արդարության մեր ցասումը, մեր գիտես ազգային այդ տենչանքը դեպի պատմական արդարություն մենք չենք կարող մոռանալ կամ չենք կարող թողնել մի կողմ։ Այո, մենք արդար ազգ ենք, որտեղ մենք ոչ մեկի չենք կոտորել, մենք ոչ մեկի չենք ջախջախել, մենք ոչ մեկի հացը չենք կտրել։ Մենք արդար ենք եւ արդարություն ենք պահանջում բոլորից մեր նկատմամբ, բայց առաջին հերթին մենք պիտի հասկանանք, որ մեր արդարության տերը մենք ենք։ Քանի դեռ ուժ չունենք այդ արդարությունը պարտադրելու, մենք պիտի դա հիշենք, մենք պիտի տենչանք, բայց պիտի նաեւ գիտակցենք, որ այսօր մենք պատերազմելու կամ այդ արդարությունը վերականգնելու ուժ եւ ժամանակ չունենք։ Մենք ժամանակը պիտի սևեռենք մեր ներքին խնդիրները լուծելու եւ երկիր կառուցելու վրա։ Հաջորդ թեզը, որը կարելի է ընդունել, կարելի է հասկանալ համենայն դեպս, այն թեզն է, որ Ղարաբաղի ժողովուրդը պատանդի կարգավիճակ է ունեցել իր եւ հայաստանյան կառավարիչների մոտ։ Ղարաբաղի ժողովուրդը իմ դիտարկմամբ եւս առանձնացված է եղել կառավարիչներից, այդպես ասենք, գիտես, ռազմական դրություն է եղել Ղարաբաղում, պատերազմական, ռազմական դրություն է եղել, ասել, որ Ղարաբաղում եղել է դեմոկրատիա, ես չեմ կարող, չնայած դա, ասենք, այդ շղարշը ստեղծվել է, որ կարծես դեմոկրատական բայց ում հետ համեմատ ընտրություններ, բաներ եւ ում հետ համեմատ, այսինքն մենք ինչ ստանդարտով ենք չափում։ Կարծում եմ Ադրբեջանի հետ համեմատ եղել է։ Այնուամենայնիվ ստեղծված էր կուռ, միասնական, բավական խիստ, բավական կոպիտ համակարգ, ռազմական համակարգ էր, որտեղ բոլոր տղամարդիկ պիտի ծառայեին հենց ռազմական ուղղությամբ, նրանք պիտի հավաքագրված էին բոլոր ըստ էության եւ
պետական համակարգ էր գործում, որտեղ պետական տնտեսություն էր Դավիթ, հիմնականում պլանային հիմնականում ամեն ընտանիքում կար 1-ից 3 մարդով աշխատում էր պետական կառույցներում եւ այլն եւ այլն։ Այսինքն գումարը, որը որ պատտվում էր այդ տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որպես պետություն, այդ գումարը 80-85%-ով պետական բյուջեից մասհանումներն են եւ հայաստանյան բյուջեից եւ իրենց բյուջետային փողեր էին դրանք հասկանում ես, գնում էին ռազմական ուղղությամբ եւ այդ իմաստով դեմոկրատիայի մասին խոսելը իհարկե մեծ վերապահումներով պիտի խոսվի։ Պարոն Դարբինյան, բայց այդ ամենը հաշվի առնելով ֆիքսենք, որ վերջին, չգիտեմ, 200 տարվա մեջ լավագույն բանն էր, ինչ հայ ժողովրդի հետ եղել էր։ Լավագույն բանն էր այն, որ մենք կարծեցինք, որ մենք վերականգնում ենք արդարությունը։ Այո, եւ կարծես թե ապրեցինք որոշ տասնամյակներ այդ արդարության զգացումով, որ մենք վերականգնել ենք։ Ցեղասպանությունից հետո մենք թուրքերին ջարդել ենք։ Մենք հիմա կգանք ցեղասպանության հարցերին, այսինքն այդ ընկալումը, որ մենք այլևս ցեղասպանված չենք, ինքը կար միայն մեր սերնդի մոտ, որովհետեւ մենք երբ դարձանք գիտակից, մենք գիտակցեցինք, որ մենք միայն այն ժողովուրդը չենք, ով 15-ին կոտորվել է։ Մենք նաև թուրքերին հաղթած ժողովրդի զավակներ էինք, մինչև 20 թիվը։ Այո, ես չասեմ հաղթած, ասեմ, որ մենք ունենք արդարության վերականգնված արդարության զգացում։ Այո։ Հիմա ինչքանով ենք հաղթել, ինչքանով ենք պարտվել, դա մեծ հարցականի տակ կարելի է դնել, որովհետև նորից հարցը լուծված չէր, հարցը գտնվում էր ուղղակի օդում, կարգավորված չէր, հարցականի տակ էր, ժողովուրդը առանձնացված էր պետական կառավարիչներից, կառավարիչները հույս էին տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, հույսները դնելով տվյալ դեպքում Ռուսաստանի վրա, որովհետև ամբողջ ժամանակահատվածում մենք համարել ենք, որ այո, Ռուսաստանը թույլ չի տալու, որ Ղարաբաղը հայերի ձեռքից անցնի դեպի Ադրբեջան եւ Թուրքիա։ Բայց մենք սխալվեցինք, բոլորս սխալվեցինք, այդ ժողովուրդը սխալվեց եւ դա մեր նաիվության ցուցիչներից մեկն էր, ցավոք սրտի եւ չկարողացանք պահպանել այն ինչ որ ունենք։ Սա այն թեզերն են, որոնց հետ կարելի է կամ համաձայնվել կամ որոնց մասին կարելի ասել հասկանալի թեզեր են։ Հիմա այն թեզերը, որոնց հետ ես որևէ կերպ չեմ կարող համաձայնվել եւ որևէ կերպ ինձ համար հասկանալի չէ։ Փաշինյանը հայտարարեց օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանին եւ հայ ժողովրդին ներքաշեց ավանտյուրայի մեջ։ Սա բացարձակ ադրբեջանական թեզ է, որը միշտ հնչել է Ադրբեջանում, որ ասա մի քանի նացիոնալիստների սարկած գործներ, այս Ղարաբաղյան շարժումը, ժողովուրդը կապ չուներ, հայ ժողովրդին ուղղակի բերեցին ներքաշեցին այս պատմության մեջ եւ ամբողջ մեղքը պետք է բարթել նացիոնալիստների վրա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Բացարձակ մերժելի թեզ է, որովհետեւ միլիոնանոց միլիոնից ավել հայ ժողովուրդը եւ ամբողջ աշխարհում արդեն 7 միլիոնից ավել հայ ժողովուրդը այդ տենչանքով էր ապրում, ազատ տենչական եւ նորից արդարության վերականգնման տենչանքով էր ապրում եւ սա չի կարելի ուղղակի նսեմացնել կամ հավասարեցնել հողին, ասելով որ սա ընդամենը ավանտյուրա էր, որը կազմակերպված էր մի քանի հոգու կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մի քանի հոգով, դա բացարձակ անընդունել է ինձ համար։ Երկրորդը, որը շատ ավելի կարևոր է, ցեղասպանության մասին թեզ հնչեց, որ պետք է հիմա այդ մրցավազքը, ցեղասպանության մրցավազքը դադարեցնել, որովհետև դժվար է ասել, որը որից առաջ էր, որը որից հետո է։ Սա հնչեց ուղղակիորեն Փաշինյանի կողմից, բացարձակ մերժելի է, որովհետև ցեղասպանությունը 20-րդ դարում միջազգային հանրությունը ճանաչում է երկու ցեղասպանություն։ Եվ առաջի ցեղասպանությունը եղել է Օսմանյան Թուրքիայի ցեղասպանությունը մեր նկատմամբ, երկրորդը հոլոկոստն է։ Ֆաշիստական Գերմանիայի եւ հրեաների նկատմամբ գործած ոչրագործությունը, որտեղ իրենք նմանօրինակել են թուրքերին, որի վերաբերյալ կան միջազգային վկայություններ այս հարցում։ Այսինքն չի կարելի ասել, որ այստեղ կա որևէ մրցավազք չկա։ Չի կարելի որևէ գործողություն, այդ թվում մեր կողմից կատարած գործողությունը համեմատել ցեղասպանության հետ, որը տեղի ունեցել Օսմանյան Թուրքիայում։ Այո, ցեղասպանության զգացումը պետք է հաղթահարել եւ առաջ գնալ, եւ դրա լավագույն ժամանակը 2015 թվականն էր, 100-ամյակն էր, եւ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունը
որ մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք արդեն ուրիշներին օգնել, պետք է առաջ նայել, առաջ գնալ, այո, բայց չկարելի երբեք հավասարացնել այն ինչ որ անում է Ալիևը, Խոջալույի ցեղասպանությունը տարբեր հարթակներում ներկայացնելով եւ արդեն 22 իսլամական պետություններ ընդունել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե մենք վերում ենք Օսմանյան ցեղասպանությունը հավասարեցնում ենք այս Խոջալույի մի բան էլ ասում ենք, որ դա մրցավազք է եւ պետք է դադարեցնել, դա չեղավ։ Ալիևը թող գնա իր ցեղասպանության իսլամական երկրներում ինչքան ուզում է թող խոսի դրա մասին, բայց մենք չենք կարող նույնականացնել այս հարթակները եւ ասել, որ մրցավազք գոյություն, որովհետեւ մրցավազք չկա, եղել է ցեղասպանություն, այո, մենք պիտի հաղթահարենք մեր մեջ այդ հոգեբանական զգացումը, ցեղասպանվածի, գենոցիդի ենթարկվածի հոգեբանությունը մենք պիտի հաղթահարենք, բայց երբեք չմոռանանք, որ դա տեղի է ունեցել եւ ապրիլի 24-ն է դիմացը, պիտի դրան եւս պատրաստ լինենք եւ ըստ արժանվույն մեր զոհերի հիշատակը հարգենք։ Զոհերի, որոնք որ սրբադասված են մեր եկեղեցու կողմից։ Սա էլ պետք է հիշատակել, այդ զոհերի եւ սրբերի մեջ կան իմ ազգականները, կան քո ազգականները, Դավիթ, եւ չկա մի հայ, որի պատմության մեջ չլինի այս ցեղասպանված, որը չունենա սուրբ, հասկանում ես, այ պետք է գիտակցենք, հա, քո նախնիներում կան սրբեր, իմ նախնիներում կան սրբեր։ Հիմա բան էիր ասում։ Ասում էի, որ 40 րոպեն անցել ենք, պարոն Դարբինյան։ Մի թեզ էլ կա, որ այդ մի թեզն էլ ասեմ, որ ավարտուն լինի, համեցեք։ Գիտակցված զոհողություն ասաց Փաշինյանը, մենք իրականացրեցինք գիտակցված զոհողություն պետությունը պաշտպանելու եւ պետությունը անկախություն ստեղծելու համար։ Դա այդ զոհողությունը վերաբերում էր 20 թվականի պատերազմին։ 20 թվականին մեր տղաները գնացել են Ղարաբաղի անկախությունը պաշտպանելու։ Եվ այո, եւ Ղարաբաղցիներին, եւ Ղարաբաղը պաշտպանելու, հայկական պահելու նպատակով, ցավոք սրտի այդ նպատակին մենք չենք ասել։ Հիմա եթե այդ նպատակը մենք փոխարկում ենք պետություն, անկախություն եւ այլն, պիտի զգուշ լինենք այս ամեն ինչի մեջ, որովհետեւ այո, սուվերեն քայլեր պիտի փորձենք իրականացնենք, չխճճվենք այսօրվա իրականության մեջ, բայց դրա վտանգը եւս շատ մեծ է, ինչու, որովհետեւ նույնպես հայտարարվեց, որ մենք այս պահին չունենք ազգային անվտանգության ռազմավարություն, չունենք ստրատեգիա, դա հայտարարվեց Փաշինյանի կողմից, դա մեր հսկայական թուլության նշանն է, որովհետև դրա մասին բոլորն են հիմա լսել, այդ թվում է մեր թշնամիները, որ այս ազգը, այս պետությունը չունի ազգային եւ չունի անվտանգության ռազմավարություն։ Խայտարակություն է, իհարկե, որ չունենք, շատ վատ է, որ չունենք, այսինքն նորովի պիտի գրենք, բայց ուզում եմ զգուշացնել եւ հորդորել ուղղակի այդ նորովի գրված ռազմավարությունը պիտի հենվի մեր 1991 թվականին ստեղծված Հայաստանի Հանրապետության բոլոր նվաճումների եւ ձախողումների վրա։ Մենք իրավունք չունենք մերժելու 91 թվականին ստեղծված Հայաստանի Հանրապետությունը եւ խոսանք ինչ-որ նոր հանրապետության մասին, ինչ էլ ունենանք այդ ռազմավարության մեջ, մենք պիտի հենվենք մեր պատմության վրա։ Հասկանալի։ Սիրելի ռադիոլսողներ, մի փոքր ավելի երկար, քան սովորաբար, մի փոքր ավելի շատ տեղեկություններով եւ վերլուծությամբ, քան սովորաբար, Դարբինյանի ժամն էր ձեզ համար աշխատում, Դավիթ Խումարյանը առաջին խոսափողի մոտ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը երկրորդի։ Հաջորդ շաբաթ կհանդիպենք այսօր այսքանը։